Եվ որդվո և ոգվույն սրբո, ամեն, որ ոչ սիրես զեղբայր յուր զոր տեսանե, զաստված զոր ոչ ետես, զիարդ կարից է սիրել, և զայս պատվեր ունիմ առի նման է, զի որ սիրես աստված, սիրե նաև զեղբայր յուր, ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպես կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել, և նրանից ունենք այս պատվիրանը, ով սիրում է Աստծուն, նա պետք է սիրի նաև իր եղբորը։ Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, օրվա ավետարանական ընթերցվածքում կարդում ենք, որ Քրիստոսի աշակերտները շաբաթ օրով պոկեցին հասկերից և սկսեցին ուտել, իսկ փարիսեցիները սկսեցին դատապարտել նրանց, որ շաբաթ օրով անել դա օրինավոր չէ։ Քրիստոս նրանց ասաց, որ անգամ Դավիթ թագավորը, երբ քաղցած էր, մտել էր Աստծո տունը և իր մերձավորների հետ կերել առաջավորության հացը, որ նրան չէր կարելի, քանի որ նախատեսված էր այն քահանաների համար։ Եվ Քրիստոս ավելացնում է. շաբաթ օրը մարդու համար է, և ոչ թե մարդը շաբաթ օրվա համար, ապա ուրեմն մարդու որդին Տեր է և շաբաթ օրվա։ Ինչպես տեսնում եք, սիրելիներ, հրեաներին մարդասիրությունն ընդհանրապես չէր հետաքրքրում։ Նրանք կուռք էին վերածել օրենքը, կուռք էին դարձրել շաբաթ օրը հանգստանալու և գործ չանելու օրենքը։ Նրանք անգամ ուշիուշով հետևում էին, թե արդյոք Քրիստոս շաբաթ օրով կբուժի ջրգողով հիվանդ մարդուն։ Քրիստոս նրանց հարցնում է. շաբաթ օրով բուժելը օրինավոր է, թե ոչ, և երբ նրանք լռում են և ոչինչ չեն պատասխանում, Քրիստոս բուժում է հիվանդին և կրկին հարց է ուղղում նրանց. ձեզանից ում եզը կամ էշը, երբ ընկնի ջրորի մեջ, նա իսկույն չի հանի շաբաթ օրով։ Եթե որպես եկամտի աղբյուր մարդը ջրորից պիտի անմիջապես հանի իր եզը կամ էշը, ապա ուրեմն որքան ևս առավել մարդը կարիք ունի անհապաղ բժշկության կամ փրկության, կամ քաղցը հագեցնելու։ Շաբաթ օրը սուրբ պահելու պատվիրանը ֆետիշացնել, պաշտամունքի առարկա դարձնել, միթե դա է Աստծո պատվիրանը, մոռանալ մարդուն և մարդուց ավելի կարևորել ուրիշ երևույթներ։ Աստվածպաշտության գլխավոր ապացույցը մարդուն սիրելն է։ Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպես կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել։ Եվ նրանից ունենք այս պատվիրանը, ով սիրում է Աստծուն, նա պետք է սիրի նաև իր եղբորը։ Տեսած կլինեք, որ մարդիկ երբեմն իրենց տունը վերանորոգում են ու վերանորոգումից հետո սկսում են ծառայել իրենց տանը։ Ոչ թե իրենց են ծառայեցնում նոր տունը, այլ իրենք են ծառայում տանը։ Այո, խնամքով օգտագործել իրերը ողջունելի է, չվատնելն ու չմսխելը խնայողությունը աստվածահաճո հատկություններ են, բայց ոչ ծայրահեղության աստիճանի հասցրած վերաբերմունքը նյութականի նկատմամբ։ Կամ տեսել եք, երբ շունը կծում է մարդուն, այլ մարդիկ, շնասերներ, կարևորում են ոչ թե մարդուն, այլ շանը, մտահոգվելով հանկարծ
չպատժեն շանը, իսկ ինչ եղավ կամ ինչ կլինի այդ մարդու հետ, այդքան էլ էական չէ նրանց համար։ Մարդիկ կան, որ հոգատարություն կարիք ունեցող մտերիմներից առավել ևս ուշադրության են արժանացնում իրենց ավտոմեքենաներին։ Սիրելիներ, թվարկածներս եւ նման օրինակ շատ երևույթներ սխալ է եւ անընդունելի քրիստոնյայի համար, որովհետեւ Աստվածապարգև մարդկային կյանքը ամենաթանկն է, լինի մեր եւ թե ուրիշներինը։ Եթե քո կյանքը քեզ համար անգին է, ապա այլ մարդու կյանքը նույնպես թանկ է։ Քրիստոնեությունը մարդուց ակնկալում է սեր ոչ միայն Աստծո, այլ նաև մարդկանց հանդեպ։ Որպես քրիստոնյա չես կարող կյանքի լավագույն որակները կամենալ միայն քո անձին։ Փրկությունը քեզ, բժշկությունը քեզ, սերը քեզ, բարեկեցությունը քեզ, առողջությունը քեզ, ըմբռնում քո հանդեպ, ուշադրություն քո անձի նկատմամբ։ Դու ամեն ինչ ունենաս, բայց անտարբերությամբ նայես մյուսներին։ Կամ եթե սեր չունես սրտումդ, դատապարտությամբ մոտենաս այլ մարդու։ Քրիստոնեության գլխավոր պատվիրանը Աստծուն եւ մարդկանց սիրելն է։ Ոչնչով չես կարող գոհացնել Աստծուն առանց մարդուն սիրելու։ Անտարբեր մարդկանց հավատքը փոխում է եւ հաշտեցնում ուրիշների հետ։ Պետք չէ անտարբեր լինել, այլ պետք է ուշադիր լինել եւ հնարավորինս չափով օգնել ու օգնության ձեռք մեկնել մարդուն, որը աստվածային սիրո ներկայության արկայությունն է մարդու կյանքում։ Մարդը սկսում է հղկել առաջին հերթին իր բնավորությունը, իր խոսքը, իր պահվածքը, իր հարաբերությունները այլոց հետ։ Սխալներն ու մեղքերը փնտրում է իր մեջ եւ ոչ թե կողքիների։ Նա սկսում է ոչ թե արդարացնել իր անձը, այլ մյուսներին։ Ինչպես որ նա պատճառներ ու բացատրություններ ունի իր քայլերի ու արարքների համար, այնպես էլ իր մեջ արդարացումներ է գտնում նաև այլ մարդկանց, թեկուզ սխալ արարքների ու մեղքերի համար։ Քրիստոնեական հավատքը մարդկային հոգու վերանորոգությունն է եւ հատկապես վերափոխում է մարդուն եւ մեզանից յուրաքանչյուրը դա կարող է վկայել։ Եփեսացիներին ուղված նամակում Սուրբ Պողոս առաքյալն ասում է. հեռու վանեք ձեզանից հին մարդուն, իր նախկին կենցաղով, այն որ ապականված է խաբեբատիր ցանկություններով, նորոգեցեք ձեր միտքն ու հոգին եւ հագեք նոր մարդ, որ ստեղծված է ըստ Աստծո արդարությամբ ու ճշմարիտ սրբությամբ։ Նույն է ասում նաև Կողոսացիներին ուղված նամակում. հանեցեք ձեր վրայից հին մարդուն իր գործերով եւ հագեք նորը, այն, որ նորոգված է գիտությամբ ըստ իր արարչի պատկերի։ Սիրելիներ, մենք մեզանից յուրաքանչյուրը միշտ պետք է հարց տա ինքն իրեն եւ քննի իր անձը։ Արդյոք մենք փոխվում ենք, փոխվել են մեր հարաբերությունները ուրիշի հետ։ Արդյոք թեկուզ մեր մտքում
շարունակում ենք դատապարտել ինչ-որ մեկին, բամբասում ենք ուրիշներից ու նրանց արարքներից, չենք նայել մարդկանց մեր հանդեպ կատարած սխալներն ու մեղքերը, արդյոք չենք արդարացնում մեր չներելն ու հիշաճարությունը, արդյոք չենք բորբոքվում ու բարկանում ուրիշների հետ խնդիրներ ունենալիս, արդյոք անտարբեր չենք մարդկանց նկատմամբ, որոնք օգնության կարիք ունեն, արդյոք ամեն միջավայրում մի խնդիր չունենք կամ անհաշտ չենք հեռացել այնտեղից։ Այս հարցերի պատասխանը յուրաքանչյուրս պետք է ինքներս մեզ տանք եւ հասկանանք, արդյոք փոխվում ենք մենք դեպի լավը, թե ոչ։ Տարիներ շարունակ ապրում ենք հավատքը մեր սրտում Աստծուն ապավինած, ջանալով պահել Աստծո պատգամներն ու պատվիրանները։ Այս ամենի նպատակ այն է, սիրելիներ, որ մենք փոխվենք ու դառնանք ավելի լավը։ Այլապես մենք դոփում ենք մեր տեղում եւ ոչ մի առաջընթաց չենք արձանագրում մեր կյանքում։ Իմ խրատն ու հորդորն է ձեզ, որ ուշադիր լինեք ձեր ապրած կյանքին, որ արժևորենք մեր կյանքը, որ գնահատենք ուրիշների կյանքը եւ այդպիսով եւ ինքներս լավ դառնանք եւ մյուսներին օգնենք, որ դառնան ավելի լավը։ Աստված ամեն ինչ արեց եւ դրեց մարդկանց ծառայության համար, հետեւաբար իրերն ու երևույթները պիտի ծառայեցնենք մեզ եւ պատճառ դարձնենք մարդկանց հոգսը թեթևացնելու եւ մարդկանց օգնելու համար։ Թող Աստված օրհնի եւ զորացնի ձեզ, սիրելի հավատացյալներ, ձեր հավատքի մեջ, որպեսզի ձեր հավատքով կարողանաք Աստծո տված պատգամներն ու պատվիրանները պահել ու խաղաղությամբ, երջանկությամբ ապրել ձեր կյանքի օրերը, գոհությամբ փառավորելով մեր երկնավոր Տիրոջը։ Շնորհք, սեր եւ խաղաղություն եղեցին ձեզ եւ ընդամենեսյանսդ ամեն։